Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, մանրամասնելով այն։ Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում է ներքին անվտանգությանը։ Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին եւ այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է, ասվում է ծրագրում։ Վարչապետը ընդգծում է, ընդհանրապես բոլոր հարաբերություններում է լեգիտիմությունը առանցքային գործոն։ Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը եւ պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների եւ ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ Ցանկացած պետություն իրավունքների ու ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ։ Առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ ու ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, կառավարության ու այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ Սա ինքնին լարում է առաջացնում պետության ու քաղաքացու միջև, որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Այս լարումը չեզոքացնում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ, ասել է, թե երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից ու համաձայնությունից, այսինքն լեգիտիմ է, ասել է վարչապետը։ Իմ եւ մեր խորին համոզմամբ իրավակարգի լեգիտիմության աղբյուրը սահմանադրությունն է։ Սահմանադրության լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունը, ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է, որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել եւ չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք քվեարկել է սահմանադրության օգտին։ Այստեղից է բխում երկրում արդարության եւ արդարադատության պակասի զգացումը, որովհետեւ արդարությունը եւ արդարադատությունը լեգիտիմության արտահայտություն են եւ որքան որևէ որոշում մոտ է լեգիտիմությանը, այնքան արդար է, կամ արդար է այնքանով, որքանով բխում է լեգիտիմությունից եւ օրգանական կապ ունի լեգիտիմության հետ։ Ու քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարության եւ արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր սահմանադրության ընդունումն է ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին եւ հնարավոր կդարձնի արդարության եւ արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Նոր սահմանադրությամբ պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտը, արդարության եւ արդարադատության կապը ժողովրդի հետ ել ավելի ուժեղացնելու համար։ Պետք է շարունակվեն արդարադատության, դատաիրավական համակարգի, քրեակատարողական համակարգի մեկնարկած բարեփոխումները, որպես ուղենիշ ունենալով նոր սահմանադրական լեգիտիմությունը, հետևաբար արդարությունը եւ արդարադատությունը, ներքին լեգիտիմության ապահովման, դրա պահպանման եւ զարգացման լավագույն գործիքը ժողովրդավարությունն է եւ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։ Ահա ուրեմն ինչի համար է կարևոր մեզ համար սահմանադրության նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում եւ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն։ Վարչապետի խոսքով բոլոր սահմանադրական հանրաքվեները Հայաստանում կասկածի տակ են դրվել եւ այս լարումը խզում է առաջացնում իրավակարգի ու քաղաքացու միջև։ Մեզ համար չափազանց կարեւոր է, որ իրավակարգի եւ քաղաքացու միջև լինի օրգանական կապ, հավելել է նա։ Այդ օրգանական կապը կհաստատվի սահմանադրական հանրաքվեով։ Նոր սահմանադրությունը առաջնային մի նպատակ ունի արձանագրել քաղաքացիների պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետությունում իրենց փոխադարձ մեր բոլորիս փոխադարձ հարաբերությունների կանոնների մասին, քաղաքացի պետություն հարաբերություն,
քաղաքացի հարաբերություն, համայնք կառավարություն հարաբերություն, պետական ինստիտուտներ եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ երբ որ քաղաքացին լսելով մեկնաբանությունները, լսելով բանավեճերը որևէ որոշում կայացնի եւ քվեարկի սահմանադրության օգտին, դա կլինի այդ օրգանական կապի հաստատումը քաղաքացու եւ իրավակարգի միջեւ, որովհետեւ ինչպես արդեն ասացի, իրավակարգը բխում է քաղաքացուց, քաղաքացու որոշումից։ Այդ որոշումը ունի էմոցիա, այդ որոշումը ունի ենթատեքստ, այդ որոշումը ունի բովանդակություն, անկախ նրանից, թե որ քաղաքացին ինչ ծավալով է ընկալում սահմանադրության տեքստը։ Ընդհանուր առմամբ ես գիտեմ, իհարկե, որ այս թեմայով էլ շատ քննարկումներ կան եւ մասնավորապես կապված թե արդյոք նոր սահմանադրության տեքստը պետք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Ես իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ, ասելով, որ նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Եվ իսկ ինչ հիմնավորում ունի դա։ Շատ պարզ հիմնավորում։ Երեք էլ ես խոսեցի եւ վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Նույնը եւ երեք ես խոսեցի նաեւ այդ թեմայի մասին։ Եթե հղում ենք անում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք, այսպես ասած, ворթեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն ворթեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը, այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները ворթեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այսօր դադարեցված է Ղարաբաղյան շարժումը Հայաստանում առնվազն պաշտոնական ու ժողովրդական մակարդակով Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ եթե Հայաստանի քաղաքացին կորոշի այլ կերպ, երբ որպես վարչապետ այդ որոշումը կընդունի մի գիտություն, մենք երբեք կասկածի տակ չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը, բայց մենք նաեւ պարտավոր ենք ներկայացնել քաղաքական այն բովանդակության ընկալումը, որը ձևավորել ենք նաեւ մենք վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում, հավելել է նա։ Մի երրագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ խոսում է անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում մենք հստակ ասում ենք ժողովուրդ ջան, եթե մենք դա անենք այսպես իրար աչքով տալով ձև անելով, դա չի աշխատելու։ Մենք հստակ եւ անկեղծ պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինչու եմ ես Հայաստանի Հանրապետության պատկերը ուրվագծող քարտեզի այս կրծքանշանով անընդհատ վերջին ժամանակաշրջանում։ Դա ցույց տալու համար, որ մենք մեր գաղափարախոսությունը այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու խնդրի վրա։ Նա նաև նշել է, որ առաջիկա ընտրություններին պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում։ Սա պատմական ընտրություն է, որովհետև վերջին 100-ամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերը օգտագործեն իրենց նպատակների համար մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ։ Հավելել է նա, Ղարաբաղյան շարժման ավարտ վարչապետի խոսքով նշանակում է նաև արևմտյան Ադրբեջանի ավարտ եւ
սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար։ Երեկ էլ վարչապետը անդրադարձել էր արտաքին քաղաքականությունը, նշելով հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին, որը ցույց տվեց իր արդյունավետությունը թույլ տալով կայունացնել Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը եւ այս քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափությունները հավասարակշռելու դեր ունենալն է։ Հարաբերության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենատկետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է հետեւյալ ճանապարհային քարտեզը։ Ա. Հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հերացում, հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում, կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնմուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը եւ Թոմ Թիլիսը նամակներ են ուղարկել Մետային եւ Ալֆաբետին կոչանելով նրանց բավարար ռեսուրսներ հատկացնել ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը 26 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նրանց գրահատմամբ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր ռազմավարությունը, այդ թվում օգտագործելով մետահարթակները, որպեսզի ազդի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա։ Նշվում է նաեւ, որ 26 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագան որոշելու համար, քանի որ դրանք հավանաբար կորոշեն տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների եւ կապի նախագծերի ելքը, այդ թվում Թրամփի ուղին միջազգային խաղաղության ու բարգավաճման համար գլխավոր ծրագիրը, որը խաղաղության բանակցությունների հիմնական բաղադրիչն է։ Ոչ մի օտարերկրյա ուժի չպետք է թույլ տալ ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների արդյունքների վրա, շեշտել են սենատորները։ Մենք հույս ունենք, որ դուք կվերսկսեք եւ կձեռնարկեք Մոլդովային իր ժողովրդավարությունը արտաքին հարձակումներից պաշտպանելու համար ձեռնարկված ջանքերը, բայց այժմ Հայաստանի համապատասխան հաստատությունների հետ մենք կոչ ենք անում Ալֆաբետին բավարար ռեսուրսներ հատկացնել ռուսական ապատեղեկատվությանը Հայաստանի ընտրություններից առաջակազմելու համար, գրել են սենատորները Ալֆաբետին ուղղված նամակում։ Նրանք նշել են, որ Միացյալ Նահանգները պետք է անաչառ մնա Հայաստանի ժողովրդավարական գործընթացների արդյունքների վերաբերյալ իր տեսակետներում, սակայն չեն կարող աչք փակել, երբ տեսնում են, թե ինչպես է օտարերկրյա ուժը փորձում իր կամքը պարտադրել հայ ժողովրդին։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Պարոն Մովսեսյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մովսեսյան, գանք վերջից, արդեն գիտեք, այսօր տեղի ունեցավ թերևս ամենակարևորը, Բրյուսելը հաստատեց Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում, այն պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ եւ միաժամանակ ներկայացրի ԱՄՆ սենատորների նամակները ուղղված Մետային եւ Ալֆաբետին, նրանք էլ կոչ էին անում կանխել Ռուսաստանի Դաշնությունից ուրեմն եկող ապատեղեկատվությունը Հայաստանի ընտրությունների նախաշեմին, մինչ այժմ փաստորեն Եվրամիությունն հիմա արդեն Միացյալ Նահանգների սենատորների մակարդակով նույնպես կա գործընթաց։ Իհարկե Եվրամիության տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ երկրի անունը Ռուսաստանի Դաշնություն չի նշվում, բայց ակնհայտ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ Նախ ձեր ակնկալիքները եւ սպասելիքները այսպես ասած երկրորդ առաքելությունից, որը առաջիկա շաբաթներին արդեն իր գործունեությունն է այստեղ ծավալելու, եւ նաեւ ԱՄՆ ըստ էության շահագրգռությունից կարող ենք ասել, որ հիմա մեծ աղմուկ կբարձրանա եւ կասեն արդեն Եվրամիությունը պաշտոնապես միջամտում է Հայաստանի նախընտրական գործընթացներին, Եվրամիությունը քիչ էր, հիմա էլ Միացյալ Նահանգներում սենատորներն են ողջևորվել։ Համեցեք։
Իհարկե այն աջակցության մասին, որ խոսում ենք Եվրամիության կողմից, կոնկրետ այս պահին ավելի մեծ է լինելու, քան ԱՄՆ-ից կարող ենք ակնկալել եւ այդ ձեր նշած սենատորների նախաձեռնությունը անկեղծ ասած չեմ կարող ասել վերջնական արդյունքը ինչ կարող է լինել դրա, որովհետեւ հատկապես հիմա մի փոքր ավելի դժվարացել են ժողովրդավարության աջակցության գործընթացները թե ԱՄՆ սենատում, թե կոնգրեսում, թե ընդհանրապես ներկայիս ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունն է փոխվել, հա, ժողովրդավարությունների աջակցելու իմաստով, իսկ Եվրամիությունը վերցրել է իր ձեռքը ամբողջովին այդ ամբողջ առաքելությունը եւ իհարկե Եվրամիությունը կարևոր գործընկեր է մեր նման երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու համար, որովհետեւ իրականում փորձը ցույց տվեց, որ թե Մոլդովայում, թե Վրաստանում, թե Ռումինիայում ժողովրդավարությունը պաշտպանելու կարիք ունի, որովհետև այն փխրուն ժողովրդավարությունները, որ այս երկրները ունեն իրենց անկախությունից ի վեր, պետք է իրականում արտաքին աջակցություն ունենա, այսինքն այստեղ երկու տերմիններ մենք պետք է տարբերակենք՝ արտաքին միջամտություններ եւ արտաքին աջակցություններ։ Սա տարբերելը շատ հեշտ է, հա, Եվրամիությունը ոչ թե միջամտում է Հայաստանի ներքին գործընթացներին, այլ Եվրամիությունը փորձում է հենց այդ արտաքին միջամտությունները կանխելուն աջակցել եւ իրականում հաղորդագրության մեջ է շատ լավ նշել են, թե ինչ ուղղություններ կարող են ընդգրկել այդ աջակցությունները եւ իրականում կարող եմ ասել, որ շատ կարեւոր ուղղություններ են, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք, որ օրինակ շատ խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին եւ այլն, ես միշտ նշում եմ, որ ռուսական կողմը հատկապես ավելի շատ նախապատրաստություններ է տեսնում, այսինքն ավելի շատ որոշ սցենարներ այսպես թեստավորման փուլում են գտնվում, նույն օրինակ արտաքին ապատեղեկատվությունների մասով, օրինակ վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի դրսևորումներ, որոնք նորություն են, եւ ես կարծում եմ, որ այդ սցենարներից ամենահավանական այն է լինելու, որ այդ արտաքին ապատեղեկատվական եւ միջամտությունների սցենարը ավելի կարճ ժամանակ է ընդգրկելու, որպեսզի նույնիսկ դրան կանխարգելելը ավելի դժվար լինի։ Նույն օրինակ կիբեր հանցագործությունների մասով արդեն իսկ ինչ որ սցենարներ, գաղափարներ կան, որ օրինակ ռուսական կողմը կփորձի ընտրությունները կասկածի տակ դնելուն միտված գործողություններ իրականացնել, այսինքն այն խոսույթը, որ Հայաստանում կա, որ Հայաստանում ընտրություններով անհնար է իշխանություն փոխել, ընտրությունները կեղծում են դեռևս չսկսված կամ ընտրությունների օրը եւ այլն, մենք պետք է դրան որպես պետություն պատրաստ լինենք, օրինակ մեր ամբողջ տեխնիկական այն բազան, որ ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթակայության տակ եւ այլն, դրանք պետք է այնքան պատրաստ լինեն, որ ընտրությունների օրը անկախ մեր քաղաքական նախապատվություններից որևէ մեկը կասկածի տակ չդնի ընտրությունների օրը կատարված ավելի ճիշտ հայտարարված արդյունքների մասով, որովհետեւ օրինակ նույն Գյումրիում ու Վաղարշապատում մենք տեսանք թե ինչ է կատարում, երբ որ ինչ որ փոքրիկ շեղում է տեղի ունենում եւ դա օգտագործում է որպես ընտրակեղծարարություն ներկայացնելու մասով։ Այսինքն օրինակ նույն կարող են օրինակ կիբեր հարձակումներ լինեն ընտրական այդ տեխնոլոգիական լուծումների վրա, կայքերի վրա, այսինքն օրինակ ուղիղ եթերը խափանվի եւ դրանով տպավորություն ստեղծի, որ այ տեսեք լույսերը տարան, ուղիղ եթերը խափանվեց, լցոնում է լինում։ Մի խոսքով նույնը նաեւ քաղաքական ֆինանսավորման մասով այսօր կան քաղաքական ուժեր, Թափանցիկության մասով էլ խնդիր կա, ըստեյության նրանք այս մասով էլ պիտի օգնեն։ Այո, որովհետև ցավոք սրտի Հայաստանում պետական մարմինները այս բան չունեն այնքան կարողունակություն, որ մենք չունենանք այդ դրսի աջակցության կարիքը, որովհետև մենք նույնիսկ այս անցնող տարիներին ենք տեսել, որ քաղաքական ուժեր կան կամ քաղաքական գործիչներ ու դերակատարներ կան, որոնց ֆինանսավորման աղբյուրները հանրության համար այդքան էլ պարզ չեն։ Մենք օրինակ ունենք իշխող ուժի դեպքը, ով կրկին խնդիրներ ունի քաղաքական ֆինանսավորման առումով, դրա վերաբերյալ կան բազմաթիվ հետաքննություններ, նույնը չկան օրինակ այլ տիպի քաղաքական ուժերի մասով, որոնք օրինակ երբեմն չեն գրանցվում որպես կուսակցություն, խուսափելու համար այն օրենսդրական պարտավորություններից, որ կուսակցությունները ունեն, եւ կարծում եմ առնվազն մի քանի քաղաքական ուժեր կան, որոնց ֆինանսավորման աղբյուրները այդքան էլ թափանցիկ չեն եւ իհարկե այս խմբի դերակատարում այս մասով հիմնականում խորհրդատվությունն է լինելու, նոր մեխանիզմների, հետաքննական մեխանիզմների օգտագործումն է լինելու եւ այլն, բայց կարծում եմ Հայաստանում օրինակ նույն արտաքին ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարելու առումով բավականին մեծ փորձառություն է կուտակվել եւ պարզ է, որ Եվրամիության աջակցությունը այս առումով հիմնականում լինելու է դրսի փորձի ներկայացումը, նոր օրինակ արհեստական բանականության գործիքների տրամադրումը, մնացած մասերով հիմնականում եթե կիբեր այդ հանցագործությունների դեմ պայքարի իմաստով, կիբեր հարձակումների մասով աջակցությունը ավելի ակնկալիքների մասով ավելի մեծ է լինելու։
Պարոն Մովսեսյան, տեսեք, մենք տեսնում ենք նաև արդեն նախընտրական բավականին թեժ իրավիճակ, գիտեք կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտերը դեռ, եթե չեմ սխալվում, գոնե մինչև երեկվա դրությամբ երկու քաղաքական ուժեր քաղաքացիական պայմանագիրն ու Բարգավաճ Հայաստանն էին ներկայացրել իրենց ուրեմն փաստաթղթերը եւ բացի դրանից մենք տեսնում ենք քաղաքացիական պայմանագիրը փաստորեն իր ծրագիրը վարչապետի գլխավորությամբ ուղիղ եթերներով մաս ամենառավոտ ներկայացում է ժամ 40 րոպեի ընթացքում գլուխ գլուխ ներկայացում է երեք հիմնականում հավասարակշռման քաղաքականության մասին էր վարչապետը խոսում, այսօր սահմանադրության փոփոխության մասին էր խոսում, իդեպ տեսանք, որ այս ծրագրում եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ուրեմն ամրագրված է, այնինչ թղթի վրա ամրագրված ունեին որպես նպատակ, հիմա վերել են նախընտրական ծրագրով են ամրագրում ընդհանուր առմամբ ինչ տպավորություն եք ստացել այս նախընտրական ծրագրից, որքանով քաղաքացիների ուրեմն սպասելիքները, ակնկալիքները ուրեմն արդարացնող ուրեմն տեքստեր են սրանք թե ոչ, հատկապես վարչապետը ասում է եռագլուխ այս ուժի հաջողությունը, եթե եռագլուխ ուժը հաջողի, ապա սա նշանակելու է ոչ այլ ինչ, քան Ղարաբաղյան շարժման շարունակություն։ Դե իրականում ձեր նշած վերջին պնդումն է հիմնականում այդ ամբողջ նախընտրական ծրագրի ներկայացման մեխը, որովհետև ցավոք սրտի Հայաստանում մարդիկ երբեմն ծրագրային գաղափարների միջև ընտրություն չեն կատարում, այլ կատարում են ավելի շատ այդ հիմնական խոսույթների ընտրության կամ անձերի ընտրության միջև, օրինակ դա մենք թե բարձել ենք մեր կողմից իրականացված հարցումների ուսումնասիրությունների միջոցով, թե նաև հրապարակված արդյունքներ, օրինակ տեսեք ունենք միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներ, որտեղ օրինակ ուսումնասիրում են Գագիկ Ծառուկյանի ընտրողների լսարանը ինչպես է կազմված եւ բարձում ենք օրինակ Եվրամիությանը կողմ քվեարկողների 25%-ը կամ ավելի ճիշտ Գագիկ Ծառուկյանի կողմ քվեարկողների 25%-ը կքվեարկեր Եվրամիության անդամակցության համար։ Սա ինչ է նշանակում, որ առաջին հերթին Հայաստանում ծրագրային գաղափարները չեն միմյանց միջև մրցակցում են ավելի շատ ռեսուրսներն ու անձերը։ Ես չեմ կարծում, որ վարչապետի այս մի քանի ժամանոց օրինակ ուղիղ եթերներ, որտեղ մանրամասն ներկայացվում է նախընտրական ծրագիրը շատ լայն հասարակական տրամադրություններ է փոխում կամ շատ լայն հասարակական լսարանի է հասնում, բայց հիմնական այդ եզրահանգումները ավելի շատ կարող են հասնել, այսինքն մի կողմից նա փորձում է հիմնավորումներով ներկայացնել, թե արդյոք իր քաղաքացիական պայմանագրի պարտության դեպքում պատերազմ կլինի թե ոչ, որովհետև իրականում հասարակությունը ունի այդ հարցի պատասխանի ակնկալիքը եւ քաղաքացիական պայմանագիրը առաջնորդի տեսքով պարտավոր է, պարզաբանել գոնե ինչ է նշանակում ընդհանրապես եռագլուխ կուսակցություն, եթե նրանք կան, ինչ է փոխվել օրինակ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում, խաղաղության process-ում եւ այլն, բայց իհարկե գովելի է, որ մանրամասն ներկայացում է հատկապես իմ մոտ տպավորությունը մի փոքր տենց երբ որ լսում ես համանդրականության մասին նրա պնդումները մի փոքր իմ մոտ տպավորությունը որ մենք 2018-ին ենք գտնվում, որովհետև փաստացի ինչ է նշանակում հեղափոխությունից հետո 8 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր սահմանադրության հետ օրգանիկ կապ չունի։ Սա ոնց որ նաև ձախողման, բացահայտ ձախողման մասին հայտարարություն է, որովհետև հեղափոխության թիվ 1 պահանջներից մեկը նաև նրա մասին էր, որ ժողովուրդը գործող իրավակարգի, քաղաքական համակարգի, ընդհանրապես պետական ինստիտուտների հետ իր օրգանիկ կապը կտրել է եւ մենք պետք է հեղափոխական տրամաբանությամբ, այսինքն հնարավորինս արագ վերականգնենք այդ կապը։ Փաստացի 8 տարի հետո մենք դեռևս սահմանադրականության հետ կապը չեն կարողացել ամրագրել, բայց իհարկե լավ է ուշ, քան երբեք դրա մասին խոսվում է, որովհետեւ գոնե այն տեքստը, որ մենք տեսանք, այդ ամենի մեջ ես դա կառանձնացնեմ, որովհետև փաստացի մենք հեղափոխությունը նաև հենց այդ պատճառով տեղի ունեցավ, որովհետև հայ ժողովուրդը կապ չուներ սահմանադրական հանրաքվեների հետ։ Օրինակ ես հիշում եմ 2000-ականներին իրականացված սահմանադրական հանրաքվեները 2015 եւ այլն, փաստացի խնդիր կա դրված այստեղ, բայց պարզ է, որ մարդկանց ավելի շատ եւ քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերին հիմնական հուզելու է եւ նրանք փորձել են ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնել անկախության հռչակագրի հղումը հանելու կետի վրա, որովհետեւ
փաստացի այնպես է ստացվել, որ մենք այսօր չենք քննարկում, թե ինչպեսի սահմանադրություն ենք ունենում, այլ ավելի շատ քննարկում ենք դա Ադրբեջանի պահանջով ենք կատարում, թե ոչ։ Ու այս ամեն ինչի մեջ նաև իր մեղքի, իր պատասխանատվության դեր ունի նաև գործող քաղաքական մեծամասնությունը, որովհետև այնուամենայնիվ պետք է խոստովանենք, որ սահմանադրական փոփոխությունների օրակարգը նրանք են բերել եւ պարզ է, որ նրանք պետք է փորձեն ամեն ինչ անել ցույց տալու, որ մենք ունենալու ենք ոչ թե զուտ Ադրբեջանի պահանջով փոփոխված սահմանադրություն, այլ նոր որակի սահմանադրություն։ Եվ այդ անկախության հղումն էլ բնավ կարևոր չէ, հռչակագրի հղումը։ Եվ այո, իրականում այս առումով օրինակ եթե իմ կարծիքը հարցնեին, ես ավելի շատ կողմ կլինեի ընդհանրապես, այսինքն սա այն մեծագույն սխալն է եղել, որ ոչ թե պետք է հասնել 2026 թվական, այլ ընդհանրապես այս սխալը եկել է 1995 թվականի սահմանադրության նախագծից։ Իհարկե սրա մասին շատ քիչ է խոսում, բայց անկախության հռչակագրի հղումը սահմանադրության նախաբանում հայտնվել է միայն այն պատճառով, որ Գերագույն խորհրդում հարկավոր է եղել ընդհանուր 2/3 գերակշիռ մեծամասնության դրույթը։ Այսինքն գործող հայոց համազգային շարժումը իրականում չի էլ կիսել այս գաղափարը, բայց մեր սիրելի ընդդիմադիր հատվածը հիմնականում դաշնակցական այդ տրամաբանությունից ելնելով առաջարկում էր իհարկե նույնիսկ Սևրի պայմանագիրը նշել եւ այլն, ինչ որ կոնսենսուսի պետք է գային կողմերը, այսինքն այս սխալը արդեն իսկ մենք գործել ենք 1995-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագիրը բերելով մեր սահմանադրության նախաբան եւ հետագայում եթե որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն եւ համարձակություն չի ունեցել այս մասին խոսելու եւ կարելի ասել հայի հետին խելքով արդեն նաեւ արտաքին դրսից կոնկրետ միջամտության նաեւ զուգահեռմամբ մենք փորձում ենք այս հարցին լուծում տալ, ինչը ինձ համար լավագույն լուծումներից մեկը չէ, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ եթե իրոք քաղաքական մեծամասնությունը նշում է, որ սրա այս հղումը չանելու պատճառով պատերազմ է լինելու եւ հաշվի առնելով այսօրվա ուժերի դիսբալանսը ուղղակի պետք է գնալ այդ փոփոխությանը, բայց պետք է մարդկանց նաև հիշեցնել, որ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք էլ տեսնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի սահմանադրության մեջ, բայց խաղաղության պայմանագրում կա մի կետ, որ խաղաղության պայմանագրի կետերը չեն կարող պայմանավորված լինել ներքին օրենսդրությամբ։ Սա փաստացի առնվազն շատ վատ ուղերձ է մարդկանց, քաղաքացիների ընկալումների մասով, երբ որ խոսում ենք խաղաղության մասին, որովհետև մարդիկ հիմնականում ուզում են փոխադարձ խաղաղություն, այսինքն այն ինչ որ մենք փոխում ենք, լինի նաև Ադրբեջանում։ Հիմա փաստացի մենք Ադրբեջանի կողմից չունենք այդ խոսույթը, ինչը միայն կարող ենք բացատրել գործող ուժային բալանսով եւ կարծում եմ հենց քաղաքական մեծամասնությունը իր առաջնորդի կողմից նաև այդ մեսիջներն է փորձում հասարակությանը հասցնել։ Լավ, պարոն Մովսեսյան, հասարակությանը, քանի որ այդ ուսումնասիրությունը ներկայացրիք, նախընտրական ծրագրերը չեն հետաքրքրում։ 25% է եթե ուրեմն Ծառուկյանի, այսպես ասած, համակիրների Եվրամիությանը անդամակցությանը կողմ է, այսինքն իսկապես ծրագրերի եւ քաղաքացու միջև խզում կա։ Այո, ես կարող եմ օրինակ այլ տվյալներ էլ ասել, քանի որ մենք հարյուրավոր երիտասարդների հետ ենք աշխատում, ընդհանուր առմամբ երիտասարդները օրինակ կողմ են Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացին, օրինակ մոտ 60% նույնիսկ, քանի գնում բարձրանում է եւ այլն, բայց օրինակ կարող է օրինակ ամենահամակրելի գործիչներից մեկը լինել օրինակ Ռոբերտ Քոչարյանը կամ օրինակ Աննա Գրիգորյանը եւ այլն եւ այլն, այսինքն պարզ է, որ Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ որ նախընտրական ծրագրերը քաղաքական ուժերի հիմնական ուղղությունները, որ նրանք մատնանշում են, որ իրենք իշխանության գան, դրան այդ ուղղությամբ կգնա Հայաստանը, այդքան էլ դեր չունի, ինչքան որ այդ քաղաքական ուժերի ունեցած ռեսուրսները, անձնական իմիջը, նախկին փորձառությունը եւ այլն եւ այլն։ Ու նաեւ երբ որ խոսում ենք արտաքին միջամտությունների մասով, իսկ ով ասաց, որ այդ արտաքին միջամտությունները հենց նաեւ նման արդյունքներ ունենալուն միտված չեն։ Հենց ես կարծում եմ, որ հենց այդ տիպի արդյունքներին միտված միջամտություններ են դրանք։ Պարոն Մովսեսյան, վարչապետը ասում էր, որ մեզ սպասվում է ուրեմն ըստ էության պատմահեղափոխական ուրեմն ընտրություն, իսկապես այդպիսի լուրջ ընտրություն է եւ արդյոք քաղաքացին մոտենում է այս ընտրությանը հենց այդպիսի մոտեցմամբ եւ լրջությամբ։
Ես համաձայն եմ, որ սա պատմական ընտրություններ կարող ենք անում։ Մենք կարող ենք այստեղ տարբեր ըստ ճաշակի տարբեր ձևակերպումներ տալ, հա, պատմական, հեղափոխական, աշխարհաքաղաքական, նայած դրա տակ ինչ նկատի ունենք, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ինքը նշել է, թե ինչ նկատի ունի։ Ինձ համար առնվազն այս ընտրությունները մյուս ընտրություններից առանձնանում են նրանով, որ կա հստակ աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Ի տարբերություն մեր նախորդի բոլոր ընտրություններին, այսքան ընդգծված չի եղել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածությունը եւ քանի որ նաեւ արդեն մեր ներքին գործընթացները սկսում են Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրել, նաեւ արտաքին միջամտությունների չափն է ավելանում։ Օրինակ, եթե համեմատենք 2021 թվականի ընտրությունների հետ, իմ եւ շատերի մոտ տպավորություններ որ կարծես թե Ռուսաստանին այդքան էլ չի հետաքրքրում թե Հայաստանում ով կլինի հաշվի առնելով նաեւ որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը որ խոսում է բալանսավորման արտաքին քաղաքականությունից Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու մասին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը ձեռքին մարդկանց ցույց էր տալիս որ այս է խաղաղության ճանապարհը Ռուսաստանի հետ օրինակ զինված ուժերի բարեփոխումներ իրականացնում ՀԱՊԿ-ը համարում էր կարևոր կառույց եւ երբեմն հպարտանում էր որ ՀԱՊԿ-ը իրենք աշխատացնում են եւ այլն եւ այլն 26 թվականի ընտրությունները այս առումով այս համատեքստով շատ են տարբերում նախորդիվ ընտրություններից եւ պետք չէ նաև խուսափել նշել, որ բոլոր կենտրոններն են, բոլոր տարածաշրջանային երկրներն են, աշխարհական կենտրոններն են, ունեն իրենց հետաքրքրվածությունը, բայց այստեղ խնդիրն է, որ այդ հետաքրքրվածությունները արդյոք կարող են վերածվել միջամտության։ Մենք առնվազն Ռուսաստանի դեպքում տեսնում ենք այդ միջամտության փորձերը, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեպքում, առնվազն Ադրբեջանի դեպքում կարող ենք ֆիքսել, բայց տեսեք, ինչումն է տարբերությունը։ Ռուսաստանը այստեղ հստակ ունի գործիքակազմ, ունի քաղաքական ուժեր, ունի տնտեսական, ռազմական ներկայություն առելի։ Շատ հաճախ Պուտինը նաև դրանով է վախեցնում, հայ ժողովրդին, նաև գործող քաղաքական մեծամասնությանը, որ տեսեք մեր առևտուրը ինչքան է, պատկերացնում եք, որ սա չլինի, օրինակ դուք ինչ իրավիճակում կգտնվեք։ Նույնը Ադրբեջանը չունի, Ադրբեջանին ավելի շատ արտաքին ապատեղեկատվությունն է, վախի ներշնչումն է եւ այլն, բայց դա էլ փոխվել է օգոստոսի 8-ից հետո։ Այսինքն այն մարդիկ, ովքեր նշում են, որ ինչի միայն Ռուսաստանն է միջամտում Հայաստանի ներքին գործին, առնվազն պետք է նշել, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից հետո, նաև հաշվի առնելով Հայաստանում նրանց առելի ներկայությունը, այո, միակ վախը, որ ժողովրդավարական ուժերը Հայաստանում կամ այն մարդիկ, ովքեր ժողովրդավարության հավատում են, միակ վախը կարող են ունենալ Ռուսաստանից, ու այս մասով ես կարող եմ համաձայնել նշել, որ դա այո պատմահեղափոխական ընտրությունների մաս է կազմում, այսինքն այդ շարքին է դասում Հայաստանի առաջիկա ընտրությունները։ Վախը կխորանա, թե վախը կծրվի։ Ես կարծում եմ, ինչքան մոտենանք ընտրությունների օրվան, հունիսի 7-ին, այդ վախը շատանալու է, ուղղակի այստեղ պետք է հասկանանք որպես հասարակություն, նաև որպես տարբեր հասարակական խմբերի ամբողջություն, մենք կկարողանանք հասարակությանը ավելի դիմադրունակ պատրաստել այդ վախին։ Ես կարծում եմ, որ ինչ-որ չափով մենք հասարակական լուրջ իմունիտետ ենք ձեռք բերել անցնող տարիներին, այսինքն եթե տեսնենք ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ անցնող տարիներին, թվում է թե Ռուսաստանի այս փափուկ ինչ-որ չափով ճակերտների մեջ փափուկ միջամտությունները ժողովուրդը կկարողանա տանել, բայց սրա վատն էլ այն է, որ ինքը անտեսանելի է գործում։ Օրինակ վերջին տարիներին Ռուսաստանի վարկանիշի որոշակի չափով ավելացումը 23 թվականից հետո հենց դրա արդյունքն է, երբ որ տեսնում ես, որ որևէ բան Ռուսաստանը Հայաստանի համար կարծես թե դրական որևէ բան չի արել, բայց հրապարակային հարցումների արդյունքներով տեսնում ենք, որ ինչ որ թեկուզ փոքր արդյունք դրական տեղաշարժ կա, դա նշանակում է, որ այդ անտեսանելի հիբրիդային հարձակում կամ անտեսանելի արտաքին միջամտությունը ինչ որ չափով արդյունքներ տալիս են, բայց այս բանը չեն կարող այտենց շատ պնդել, որ մենք որպես հասարակություն պատրաստ չենք, կարծում եմ ավելի շատ պետական մարմինները չեն պատրաստ, դրա համար էլ Եվրամիությունը օժանդակում եւ աջակցում է օրինակ այդ պետական մարմիններին, հատկապես օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպենք։